Պահանջում եմ ներողություն խնդրեք իմ գործընկերներից։ Հայոյելու համար ինչի համար։ Ո՞մ հայոյել։ Ես դրեցի, դուք լսեցիք։ Ինչ եմ լսել ես։ Դուք լսեցիք ձեր հայանքը։ Հələ մի հատ դրեք։ Կիրակի օրը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի համար ՔՊԱ-կան պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն այսօր առավոտյան հրապարակային ներողություն խնդրեց եւ հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Իր որոշման մասին նա հայտնեց Facebook-յան գրառմամբ։ Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի վարքին։ Ազգային ժողովի պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ։ Մարտի 30-ին մինչ Գյումրիում համայնքապետ էին ընտրում, Վիլեն Գաբրիելյանը այսպես էր խոսում իրեն հարցեր ուղղող լրագրողի հետ։ Էսա սելֆի ենք անում, իհարկե խմացեմ։ Եվ ինչով է պայմանավորված ձեր խմած վիճակում քաղաքում շրջելը եւ Որ քաղաքում շրջելն է։ Այսինքն ես դեռ նստած եմ, եկեք ինձ ասում եք ինչ կա ձեզ։ Ո՞ս է գնահատում ձեր տեխնացուի շանսը։ Որ տեխնացուի։ Մեր շատ լավ, դրական։ Ինչ արդյունք դրանցի։ Ընտրությունները ինչ ժողովուրդը կորոշի։ Արդեն երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, որում լսելի է, թե ինչպես է ըստ ամենայնի ոչ սթափ վիճակում գտնվող պատգամավորը մեկ այլ լրագրողի հասցեին սեռական բնույթի հայհոյանք հնչեցնում, որից հետո լրագրողներից մեկն էլ պահանջում է ներողություն խնդրել եւ մանդատը վայր դնել։ Փոխանակ ներողություն, այդքան Անի ջան, մի հատ հələ մի հատ մի վարքյան էլի խնդրում եմ, հասկացանք։ Բայց հասկանում եք, որ դուք ինձ անհարմար դրության մեջ եք դնում։ Հիմա այսքան կամերայի հանդեպ թողեք ես խոսում եմ այս մարդկանց հետ։ Պարոն Ղալումյան, ախր Հիմա եթե ես սխալ կլնեմ, ինչից եք զարմանում։ Ձեր շրջապատն է, քպենա, պարոն Ղալումյան, դուք գնացեք, էլի խնդրում եմ ձեզ։ Պարոն Ղալումյանի խոսացեք հիմա։ Գաբրիելյանն այդ ընթացքում վիճաբանության մեջ էր մտել ոչ միայն լրագրողների, այլև թիմակիցների հետ, իսկ մանդատը վայր դնելու լրագրողի պահանջին այս կերպ էր արձագանքում։ Որպես տղա պարտավոր եք ներողություն խնդրել, մանդատն էլ վայր պիտի դնեք։ Մի վարքյան, պիտի կողմնորոշվես։ Ասեցի այդ երեքը միացին պիտի անեք։ Այդ սաղ միանգամից իրար հետ։ Հա, սաղ միանգամից իրար հետ, այդ հայոյելը գիտեք, դրա հետևանքները չգիտեք։ 26-ին իշխանությունը փոխվել է, խեմ ես մանդատս վայր դնում։ 26-ին իշխանությունը դրամ արեք խմած։ Խմած ինչ կապ ունի։ Կիրակի օրով Գյումրիում արգելված է ոչ սթափ վիճակում լինել։ Ֆակտոր TV-ի հարցինի պատասխան հարց է բարձրացնում Գաբրիելյանի թիմակից ՔՊԱ-կան պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Հանրային պաշտոնյա պետք է Հանրային պաշտոնյան չի կարող ոգելից խմիչք օգտագործի։ Կարող է, բայց պետք է հայոյի հետո լրագրողի։ Չէ, հայոյանքը ուրիշ բան, բայց դուք հարց եք տալիս մենք նա Գյումրիում եղել է ոչ սթափ վիճակում։ Եղել է դա իրագո, հա իհարկե կարող է մարդ կիրակի օրը լինել ոչ սթափ վիճակում։ Եվ հայոյի լրագրողին բան։ Ոչ, լրագրողին չի կարող ներգրավել։ Բայց լրագրողն էլ չի կարող սադրել։ Լրագրողը պետք է լինի լրագրող եւ ոչ թե սադրիչ։ Խաչատրյանի խոսքով Գաբրիելյանի պահվածքի հարցը քննարկման առարկա կդառնա քաղաքական մարմնում։ Երբ պատգամավորը որոշում է մանդատը վայր դնել, դա իսկապես դրական քայլ է։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Հարց է առաջանում այդ որոշումը ինքը ինքնուրույն է կայացրել, թե իրեն դրդել են կամ պարտադրել են, որպեսզի իր մանդատը վայր դնի։ Եթե ինքնուրույն է կատարում այդ քայլը, իհարկե գնահատելի է եւ կարծում եմ շատ պատգամավորների համար եւ ոչ միայն քաղաքացիական պայմանագրի ֆրակցիայից սա կարող է եւ պետք է օրինակ լինել։ Ազգային ժողովի պատգամավորին ոչ վայել վարքագիծ դրսևորած Գաբրիելյանը պատրաստվում է ինքնաառաջադրվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում, որպես վարչության անդամի թեկնածու։ Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք, գրել էր Գաբրիելյանը չմանրամասնելով, թե ինչ առողջացման մասին է խոսքը։ Իսկապես կուսակցությունը բազմաթիվ հարցերում իր եւ դիրքորոշումները եւ քաղաքականությունը վերանայելու կարիք ունի, դրանում ոչ մի խոսք եւ մեծ հաշվով այն ընտրությունները, որ կայացան Գյումրիում եւ Փարաքարում, ցույց տվեցին, որ վստահությունը այդ քաղաքական ուժի նկատմամբ կտրուկ նվազել է։
Factor TV-ն արձանագրել է, որ հրապարակումից րոպեներ անց Գաբրիելյանը իր գրառման տեքստից հեռացրել է քաղաքական պատասխանատվություն կրելու հարցում համապատասխան կամք եւ վճռականություն ունենալու հատվածը։ Գաբրիելյանից մանդատը վայր դնելու եւ գրառման վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց։ Ըստ քաղաքացիական պայմանագրի 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի Վիլեն Գաբրիելյանին կփոխարինի Արշակ Օրդուխանյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԿՊԱ-կան падգամավոր Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Ռիփսիմե Ջեբեջյանին, նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր, ասելով մաքրեք ձեր շրթունքները։ Ջեբեջյանը ստորագրահավաք էր կազմակերպել, որով լրագրողները պահանջում են նախաձեռնել ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց, քննարկելու ԿՊԱ-կան падգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։